Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մայիսի 11-ն է։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսքով անդրադարձա այն հանգամանքին, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը թաքցրել է կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի դեպքը։ Մասնավորապես ես հաղորդում էի տվել այն մասին, որտեղ բարձրաձայնել էի, որ ինչ-որ մեկը դաժան վերաբերմունք է դրսևորել անտուն կենդանու նկատմամբ, այսինքն անտուն շան նկատմամբ, եւ այդ դեպքով Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը ակնհայտորեն հանցագործության դեպք է թաքցրել եւ հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, քանի որ օրենքով բողոքարկման ընթացակարգը այսպես է, եթե քննիչը քրեական վարույթ չի նախաձեռնում, անձը սկզբից պետք է բողոքարկի դատախազություն, այնուհետև եթե դատախազությունը կմերժի անձի բողոքը, այդ անձը կարող է բողոքարկել դատարան։ Հանրությանը տեղեկացնում եմ, որ ես քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ արդեն իսկ բողոք եմ ներկայացրել Լոռու մարզի դատախազություն, վստահ եմ, որ դատախազության կողմից անշուշտ մերժվելու է իմ այդ բողոքը, քանի որ ես դատախազությունից ամենևին էլ արդարություն եւ արդարադատություն չեմ ակնկալում, այլ պարզապես բողոքարկման ընթացակարգը պահպանելու նկատառումներից ելնելով եմ բողոքարկել դատախազություն եւ հիմա սպասում եմ դատախազության պատասխանին, հենց ստանամ դատախազության մերժված որոշումը, դրանից անմիջապես հետո բողոք եմ ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվի քրեական վարույթ։ Նորից եմ վերահաստատում, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը ակնհայտորեն թաքցրել է կենդանու հանդեպ դրսևորված այդ դաժան վերաբերմունքի դեպքը։ Ինչևիցե, ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ես գրավոր դիմում եմ հասցեագրել Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին, պահանջելով ինձ տրամադրել իմ հաղորդման վերաբերյալ ոստիկանության կողմից կազմված ոստիկանության կողմից կազմված եւ Ստեփանավանի քննչական բաժին ուղարկված այդ բոլոր փաստաթղթերի պատճենները, մինչդեռ իմ այդ դիմումի կապակցությամբ մինչ օրս ես որևէ պատասխան չեմ ստացել, այսինքն այս պահի դրությամբ ըստ էության Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանի կողմից ըստ էության այս պահի դրությամբ մերժվել է իմ կողմից ակնկալված փաստաթղթերի պատճեններն ինձ տրամադրելը, այսինքն իմ իրավաչափ պահանջը մերժվել է։ Ասեմ ավելին, մի քանի օր առաջ ես Ստեփանավանի քննչական բաժնում հանդիպել եմ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանի հետ, վերջինիս հարցրել եմ, թե երբ են արդյոք ինձ տրամադրվելու իմ կողմից պահանջված փաստաթղթերը, մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը այսպես գոռոզաբար ասեց, ես պարոն Դանելյանն եմ, չգիտեմ, ասեմ, որ Սուրեն Դանելյանը նախկինում եղել է ոստիկանության հետաքննիչ, չգիտեմ ինչպես է նրան հաջողվել դառնալ Ստեփանավանի քննչական բաժնի պետ, այսինքն մարդը երբ որ պաշտոն է ստանում, այդ պաշտոն ստանձնելու արդյունքում շատ պաշտոնյաներ արդեն գոռոզանում են եւ չգիտեմ, եթե մի պաշտոնյա իրեն իրավունք է վերապահում քաղաքացու հետ այդպես խոսի, ասի, որ սրանից ես պարոն Դանելյանն եմ, ինձ սրանից հետո այդպես կդիմես, չգիտեմ, իմ խոսքերից բխող բոլոր հետևությունները թողնում եմ ձեզ, ասեմ, որ ես ձայնագրել եմ իմ եւ Սուրեն Դանելյանի, Ստեփանավանի քննչականի պետ Սուրեն Դանելյանի միջև տեղի ունեցած այդ երկխոսությունը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն եմ հայտնում իմ այդ ձայնագրությունը տրամադրել պատկան մարմիններին։ Երբ որ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստանձնում էր քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, վերջինս հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքը պետք է այնպես անի, որպեսզի ժողովրդի մեջ ամրապնդվի արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը։ Մինչդեռ ես կոնկրետ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների աշխատանքում ամենևին էլ չեմ տեսնում արդարություն եւ արդարադատություն։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ քրեական օրենսգրքի 208 հոդվածում հստակ նշված է, որ եթե պաշտոնատար անձը հրաժարվում է քաղաքացուն տրամադրել քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին առնչվող փաստաթղթերը, ապա դա համարվում է հանցագործություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 208 հոդվածի հատկանիշներով։ Ուստի ակնկալում եմ, որ թե ազգային անվտանգության ծառայությունը եւ թե հակակոռուպցիոն կոմիտեն ականջալուր կլինեն իմ կողմից բարձրաձայնված այս դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ կձեռնարկվեն
համապատասխան միջոցներ։ Նաև նշեմ, որ երբ որ ես հիմա բողոքարկեմ դատարան, ապա դատարանից պահանջելու եմ, որ դատարանը ինքը Ստեփանավանի քննչական բաժնից պահանջի իմ հաղորդման վերաբերյալ կազմված փաստաթղթերը եւ այդ փաստաթղթերի պատճենները դատարանը արդեն ինձ կտրամադրի, այսինքն ամեն դեպքում ես այդ փաստաթղթերը դատական կարգով կստանամ եւ ես օրենքի շրջանակներում հավաստիացնում եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանին կստիպեմ, որ նա ինձ տրամադրի իմ կողմից պահանջված, իմ կողմից ակնկալված այդ փաստաթղթերի պատճենները, որոնց պատճենները ստանալու իրավասություն միանշանակ ես օրենքով ունեմ։ Հիմա տեսնենք, եթե այդքան տենց սկզբունքային տղա ես, հիմա խոսքս ուղղում եմ Սուրեն Դանելյան, եթե այդքան սկզբունքային տղա ես եւ խոսքի տերն ես, մինչեւ վերջ այնպես արա այդ նյութերի պատճենները մի տրամադրի ոչ ինձ, ոչ էլ դատարանին։ Տեսնենք ով է ավելի սկզբունքային, ես թե դուք, սա արդեն ինձ համար սկզբունքի հարց է եւ ես հավաստիացնում եմ, որ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի դատական ճանապարհով ստանամ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանից ստանամ իմ կողմից ակնկալված այդ փաստաթղթերի պատճենները։ Այսինքն ուզում եմ ասել, որ ամեն դեպքում դատական ճանապարհով ես միևնույն է ստանալու եմ այդ փաստաթղթերի պատճենները եւ չգիտեմ հիմա ինչ դրդապատճառներ ջելնելով է Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը հրաժարվում ինձ տրամադրել իմ կողմից ակնկալված այդ փաստաթղթերի պատճենները։ Հիմա կտեսնենք այդ փաստաթղթերը ես կստանամ թե ոչ։ Դատական ճանապարհով եմ ստանալու այդ փաստաթղթերը եւ վստահեցնում եմ, որ ես հասնելու եմ այն բանին, որպեսզի դատարանը Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանից պահանջի այդ փաստաթղթերը եւ ամբողջությամբ տրամադրի ինձ։ Հիմա կտեսնենք ով է ավելի սկզբունքային։ Ես թե Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանելյանը։ Սա արդեն ինձ համար սկզբունքի հարց է։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։